Թուրքիայի նախագահի ղեկավարությամբ անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ երկկողմ գործակցության հնարավորությունը։ Առիթը Անկարայի պնդմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումներն են։ Հարավային Կովկասում խաղաղության քննարկումների ժամանակ վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ գոհունակություն է հայտնել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Մենք բավարարված ենք Վաշինգտոնում արձանագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղություն հաստատելու կամքով։ Մենք գնահատում ենք այս քայլը որպես շատ արժեքավոր, որը ձեռնարկվել է հաճախակի դարձած միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի ժամանակ։ Հուսով ենք համապարփակ խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ կստորագրվի։ Անկարան Հայաստանի հետ գործակցության հնարավորությունն ուղղակիորեն կապում է տրանսպորտային հաղորդակցության գործարկման հետ։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ Թուրքիան միջին միջանցքի կենսական օղակ է, սակայն այս պահին չի կարողանում տեղափոխել բեռների ցանկալի ծավալը։ Զանգեզուրի միջանցքը զգալի ներդրում կունենա թողունակության ավելացման գործում։ Այն կդառնա թուրքական պետությունները և հեռավոր արևելքը կապող ամենակարճ երթուղին։ Ադրբեջանը Նախիջևանից մինչև Հայաստանի հետ սահման երկաթուղի է կառուցում։ Հորադիզից մինչև Բաքու հատվածն արդեն ավարտին է մոտենում։ Այս երթուղին կօգտագործվի թե երկաթուղային, թե ավտոմոբիլային տրանսպորտի համար։ Զանգեզուրի միջանցքի բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։ Այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի թեման ամենօրյա ռեժիմով օրակարգ է բերում նաև Բաքուն։ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի խոսքով նշանակալի առաջընթաց է գրանցվել Զանգեզուրի միջանցքի իրականացման ուղղությամբ։ Այս պահին ընթանում է Հորադիս-Աղբենդ երկաթուղու շինարարությունը, որի տարեկան բեռնափոխադրման թողունակությունը կազմում է մինչև 15 միլիոն տոննա։ Մենք նախատեսում ենք այս գիծը հասցնել Հայաստանի սահման մինչև 2026 թվականը։ Ըստ նախարարի, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքը կստեղծի կայուն, արագ և եկամտաբեր կապ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև, իսկ միջին միջանցքը զարգանում է որպես կայուն և արդյունավետ մոդել տարածաշրջանի համար։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան ողջունել է նաև Վրաստանը։ Այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար։ Այն նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը միջին միջանցքում։ Վրաստանը սերտ կապեր է պահպանում Երևանի և Բաքվի հետ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի արագ կնքմանը կողմ են նաև ՀԱՊԿ անդամ երկրները։ Բիշկեկի հռչակագիրը գոհունակություն է հայտնել Երևան-Բաքու միջպետական ակտիվ երկխոսության կապակցությամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։